ԽՊ-ում խոր մանրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց թավշ չափալախ տվեցին։ ԽՊ-ում կարծում են, որ գլխավոր պատճառը Միքայել Աջապահյանի կալանավորումն էր ու դատապարտումն առաջին Ացյանի կողմից։ Նախ թեմի բոլոր քահանաները մերժեցին իրենց 24 հոգի հրաժարվելով նիկոլական ոճով պատարագ մատուցելուց, զեղչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունը, ապա ժողովուրդն իրենց տեղը ցույց տվեց ամոթանք տալով իշխանավորներին ու պրակատով Գյումրի բերված եպիսկոպոսներին, Կճոյանին եւ մյուսներին։ Նույնիսկ այն տեռորը, որ կիրառել էին բյուջետային հիմնարկների աշխատողների, դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չէր տվել, հատուկենտ կանայք էին ներկայացել։ Իսկ երկրաշարժի օրը դեկտեմբերի 7-ին մատուցված շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երևանից գնացածները, նիկոլական փոքր զանգվածը, որը նրա հետ թափառում է եկեղեցուց եկեղեցի։ Անգամ 7 վերքի մոմավաճառն էր այդ օրը բոյկոտել աշխատանքը։ 3 կեսօրից հետո Դալմամոլի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միհրան Հակոբյանի վրա։ Ոմանք դա պայմանավորեցին նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումներով, որոնցում Փաշինյանին մշտապես բնորոշում է խեղկատակ բառով, սակայն ոմանց կարծիքով ծեծի պատվիրատուն ԱԱԾ երիտասարդ տնօրենն է։ Միհրան Հակոբյանն օրերս ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը եւ գլխավոր դատախազ Վարդապետյանը կապված են միմյանց հետ։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ոմանք սկրինները պահել են, իսկ ԱԱԾ տնօրենն էլ ենթադրաբար իր սրտի դավթարում է այն պահել եւ որոշել է անպատիժ չթողնել, քանի որ նա ամուսնացած է եւ այդ գրառումը ըստ տելեգրամյան ալիքների դարձել է ընտանեկան սկանդալի պատճառ։ Իդեպ իշխանության կուլիսներում եւս վաղուց քննարկում են այդ արտամուսնական կապը եւ կարծում են, որ ոչ թե այդ կապն է մերժելի, այլ այստեղ կա շահերի բախում, ուստի պաշտոնյաներից մեկը պետք է հրաժեշտ տա պաշտոնին։ Իհարկե ցանկալի է, որ դա լինի օրենքը բազմիցս խախտած ԱԱԾ տնօրենը։ Մայլաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ 2018 թվականի մի անհեթեթ մեղադրանքով, որը 7 տարի ընթացք չէր ունեցել, դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ երկամսյա կալանք տվեց եւ նրան տեղափոխեցին ԱԱԾ պատվալ Երևան կենտրոն ՔԿՀ։ Եվ նա հայտնվեց այն խցում, որտեղ արդեն քանի ամիս է ապրում են Միքայել arczepiskopos Աջապահյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Արդեն հայտնի է, որ այս խցում գաղտնալսում են սրբազաններին եւ անգամ նրանց խոսակցություններից պատարիկներ արդեն գցել են քրեական վարույթներին, ինչը չլսված օրինախախտում է։ Պարզ է, որ 3 սրբազանների զրույցներն ավելի գայթակղիչ կարող են լինել իշխանությունների համար։ Իսկ կալանավորված 4-րդ եպիսկոպոսը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, որը Վեհափարի քրոջ որդին է, գտնվում է Նուվարաշեն ՔԿՀ-ում, կլորներում, որը համարվում է ամենավատ բերդերից մեկը։ Դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանդակվեի եւ Սահմանադրության հռչակման օրը Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական։ Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Արցախ անունը Հայաստանում այլևս չհնչի, սակայն ԱՀ գործիչները ըստ էության չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլևս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի կրոնն է ընդունել նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։